Քանի որ նախորդ ելույթի ժամանակը կարճ է, շարունակեմ թեման։ Նախ Ռուբեն Ռուբինյանի բերած օրինակների, եթե ոչ բոլորը, կեսից ավելին հետապնդման օրինակներ են, քրեական գործեր հարուցված այդ մարդկանց վրա միացնուգեք նոր փաստեր հրապարակեք։ Ես ուզում եմ էլի մեր քաղաքացիների համար բացահայտել ոնց է լինում քաղաքական հետապնդումը։ Ամեն ինչ իմաստ ունի կոնտեքստի մեջ։ Ինչ է տեղի ունեցել։ 3 շաբաթ առաջ այս նույն ամբիոնից իմ տեղը կանգնած Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետին դուրս է շպրտելու իր զբաղեցրած պաշտոնից։ Ինչա դրան նախորդել ու դրանից հետո տեղի ունեցել ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը ցանկացած հերթական հարձակումից առաջ տեղեկատվական գրոհ է իրականացնում, նույն գրոհը իրականացրել է ՔՊ տեղեկատվական դաշտում, ամեն կերպ վարկաբեկելով, պախարակելով, որ մարդուն վրա հարձակվում են, հնարավորինս քիչ պաշտպանություն ունենա։ Դրանից հետո հրապարակվել է ձայնագրություն, բայց այդտեղ ՔՊ-ի բախտը չի բերել։ Ինչի չի բերել, որովհետև ժողովուրդ ջան, դուք ընդեղ եք հասել, որ այնքան եք պախարակել ձեր հրապարակած փաստերը, որ էլի եմ կրկնում, դուք հիմա ահաբեկչություն էլ իսկական բացահայտեք, կաշառքել բացահայտեք, ձեզ չեն հավատում, ձեր հրապարակած ձայնագրություններին չեն հրապարակում, որովհետև ձեր այս ամբիոնից եկել եք, ասել եք, բարձրաստիճան պաշտոնյաներ են ուզում գյուլել, հրապարակվել է, պարզվել է, որ դա քննարկում է դասալիքների հետ ինչ պիտի անեն։ Դուք հմեկում ներկայացրել եք կոշիկի մասին խոսակցությունը, կաշառքի մասին խոսակցություն, ու դրա համար էլ այս ձայնագրությունը ռեզոնանս չի առաջացնում, բայց որ պարզ լինի դուք կաշառքի դեմ ոնց եք պայքարում, 3 օգտվելով այդ խառը իրավիճակից երկրի, ինչ եք արել, չէ՞ որ բան չեք բացահայտել հանցագործություն, հարձակվել եք Արթուր Չախոյանի վրա, որը բացահայտել է, հրապարակել է Տիգրան Ավինյանի ենթադրյալ կաշառքի գործողությունը, ու դուք ոչ թե դրան ընթացք եք տվել, օգտվելով նրանից, որ խառն է երկիրը, հարձակվել եք, ձեզ հարց ունեմ, այ օրինապաշտության բաներ, պահապաններ, Արթուր Չախոյանի նախկին ծեծի գործով կալանավորված կա, իսկ այս գործով կլինի, չէ, այդ ինձ եք դուք բանի դեմ պայքարում, դուք գիտեք ընդդիմադիրները ինչ նասկի են հագնում, բայց Փարաքարի այդ հանցագործին ենթադրյալ սպանության համար տենց հետևել եք, 120 քննիչներ գրավել եք, դա կաշառքի դեմ ձեր ավարտեք, իդեպ հանճարեղ բան եք ասում,